հայը Հայաստանում ստեղծում է Իրանը։ Դա շատ իմ կարծիքով ճիշտ է, այտենց ավելի քաղցր համ ունի։ Ես Թերանից եմ, եկել եմ Հայաստան 2019-ին, ես հիշում եմ, որ արդեն այդ որոշումները իմ մոտ այդպես էր, որ հասնում է այն ժամը, որ արդեն ուզում ես քոնը ստեղծես, չէ՞, այդ գալիս է քո մեջ։ Ու սկզբում իհարկե ես Իտալիայում ուզում գնայի, բայց դե սովորելու։ Բայց անենց իմ զգացմունքները անենց ինձ տարավ, որ ես հայտնվեցի Հայաստանում ու այստեղ լինելով որոշեցին, որ չէ, ես գալիս եմ Հայաստան, որ իմս հիմնադրեմ։ Այսինքն իմ երեխաներս այստեղում ծնվեն ու Հայաստանում կոլեկցիան առաջինս ունենան որպես Քրիստիս։ Ու դες մի շաբաթում ես հիշում եմ, որ որոշեցի, որ վերջնական ես գնում եմ Հայաստան։ Դե իմ մոտ տենց է, մի քիչ ես արագ եմ որոշում, մի բան ուզում եմ որոշեմ ու որոշեցի եկամ Հայաստան։ Սկզբում մի քիչ դժվար էր, որովհետև ինչի էր դժվար, թե Պարսկաստանում, Իրանում, Թերանում տես մեծանալուց դրի պայմանները տարբեր են։ Այսինքն կարծում եթե իմանաք, որ Իրանը ինչ վիճակներում է, այդ ազատությունը, այդ ստեղծելու մեջի քո unlimited տենց ոչ մի սահմաններ չունենալը, ու ես քանի որ ստեղծում եմ իմ զգացմունքներից ներշնչվելով, ու տենց փակում է, չի թողնում այնտեղ, կարող ես անես, բայց այն ինչ որ ես իմ ուզում երևի չէր լինի, ես կարող եմ ասեմ 4 տարեկանից որ Թեհրանում տենց փուճոր երեխա եմ, իմ մոտ այս աշխարհը տենց քիչ-քիչ ձևակերպվում էր, որ ես հիշում եմ, որ մի հատ paint-ի մեջ կոմպի վրա աղջիկ իմ նկարել ու իրա վրա սկսեցին փուճոր շորեր տես նկարչունով փոխել ու սենց առիթներ որ լինում էր, մորաքույրից վազում գնում, ասում էին, որ գնա կտոր առնենք, մի բան եմ մտածել կարենք ու տենց այդ սերը եկավ մինչև որ ես արդեն Թեհրանում սկսեցին բայց աշխատանքս նախքան Հայաստան գայիմ պերսոնա դիզայն եմ անում որպես Քրիստին է հագուստները ստեղծում եմ բայց դե Քրիստիս անունը արդեն այնտեղից Քրիստինեն Զադուրյան տենց միքս անելով Քրիստիզը երազանքը ամենը տենց հյուսվում էր իմ մոտ ու պերսոնա դիզայնը արեցի մինչև որ արդեն զգացին որ չէ ժամանակն է որ կոլեկցիա գա Քրիստիզը հիմնադրվի ու եկամ Հայաստան սկզբում ես ուրիշ բրենդի մոտ հիմնական դիզայներ որպես այդ որ սովորեմ մի քիչ Հայաստանի հետ համ լեզուն համ տենց ամեն ինչը ժամանակավոր այդտեղ աշխատեցի ու դրանից հետո իմս հիմնադրամ Երբ որ եկամ Հայաստան ու ես հիմնադրամ Քրիստիզը, կարող եմ ասեմ իմ առաջից ֆոտոշութը ես հիշում եմ, ամենասենցի զգացմունքներով լիքը պահներ, որ այդ որ տեսնում ես իրականացավ քո կոլեկցիան Հայաստանում այդ մոդելներով Հայաստան Երևանում, այսինքն ֆոտոշութը շատ սիրուն էր այդ ամեն ինչը ու երկրորդ ամենահաճելին այդ էր որ Քրիստիս որպես Made in Armenia արտադրվեց։ Ուրիշ ոչ մի բան, հենց այդ որ Made in Armenia ու այդ որ ուզում ես ուրիշ մի տեղ էլ ասենք ներկայացնես քո բրենդը ու ասում ես որ Հայաստանի հայկական բրենդը այդ մի տեսակ սիրուն է որովհետև իմ հագուստների մեջ լրիվ իմ բնավորությունից կա որովհետև ես կյանքում ունենց եմ որ ես սիրում եմ այդ փոփոխությունները որ մի բան կարողանամ տենցի ազատ լինեմ տենց թափված լինի բայց դետալները իրա մեջ տենցի յուրահատուկ մի բան մեջ չգտնես որ կարող ամենտեղ չլինի դա կամ հենց այդ որ շորերը նենց են որ իրա մեջ այդ դետալը փոխելով առավոտից գիշեր որտեղ ես ինքս այդ խնդիրը ունեցել եմ այդ ինչի համար է առաջացա որտեղ առավոտից որ դուրս իմ գալիս մինչև գիշերը մտածում եմ որ չէ ես ուզում եմ իմ լուքս փոխվի ես չեմ ուզում նույն լուքով լինեմ դե ուրեմն շատ մարդ կարող է այս խնդիրն ունենալ ու ուզենա ուրեմն մի հատ շորա պետք է ստեղծվեր որ մի հատ մի բան իրա մեջ փոխել ավելացնել միացնել կամ հանել ինքը նոր լուքը լինի ու արդեն այդ իմ համար ամենահաճելի պահերից էտա որ երբ որ ես հագածել թեկուզ չլինեմ որ հասկանան դա իմն է մարդը որ հագել է նայում են ասում են սա Քրիստիզը հագել է այդ իմ համար երևի ամենասիրուն պահն է որ այդ իմ ստորագրությունը մեջը զգացվում է ու կա ես ցեպերը շատ եմ օգտագործում որտեղ ցեպերը հնարավորություն տալիս են միացնեն ու առանձնանան ու ես քանի որ այտենց մինիմալ բայց տարբեր տեսակ օգտագործող հագուստներ եմ ստեղծում Այ դրա համար իմ պալետան շատ սև, բեժ, սպիտակ ու հանգիստ գույներն է,
բայց դե մի հատ կոլեկցիա լինում է, որ այդ ամեն հանգստի մեջ մի հատ sense կարող եմ ասեմ sense ոգևորիչ, sense տակ, օրինակ մի հատ մանուշակ եմ օգտագործել, որ ամեն այդ հանգստի մեջ այդ միանգամից գալիս է ու կոլեկցիաների մեջ մտածում եմ, որ կարող է, երբ որ այդ էլ նորից զգացմունքից կապ ունի, որ այդ ուզում եմ մի հատ այդպես տարբերվող գույնը գալիս է, բայց հիմնականում սև սպիտակ բեժն է, որ ինքը կարող է այդ հնարավորությունը ավելի շատ տա, որ դու ավելի երկար այդ շորը օգտագործես կամ իրան առանձնացնես այդ ցեպով կամ թեկուզ կոճակներ բաներով ու ինքը տարբեր տեղեր օգտագործվի։ Ես որ ուզում եմ մի բան ստեղծեմ, իմ մոտ տենց է, որ ես ներշնչվում եմ իմ զգացմունքներով ու իմ զգացմունքները ինձ տանում են դեպի այդ, որ մի բան sense կա ու իմ շորերս այնց են, որ շատ մասամբ իմ շորերից այդ ոճն ունեն, որ կարող ես մի հատված փոխես իր մեջ ու ինքը դառնա լրիվ ուրիշ շոր, որ դու սա օրվա մեջ որ ուզում ես օգտագործես, կարողանաս այդ փոփոխությունը իր մեջ տաս ու քո մեջ այդ նույնը չզգաս, որ ասենք առավոտից նույնն է, ժամ չունես գնաս տուն փոխես բան։ Այդ իմ մի բանն է, որ այդպես որոշել եմ, որ այս բրենդը իր մեջ ունենա, հնարավորինս իր շատ շորերի մեջ։ Ու առաջի բանը, որ ես ուզում եմ ստեղծեմ, այդ զգացմունքներն է, որ գալիս է։ Ասես մի բան նայում ես ու իշքան, ասենք, կարող է տարիները, որ գնում են առաջ, ու իմ մոտ այդ զգացմունքները անընդհատ փոխվում, շերտ, տենց իրանցից բացվում, գնում են ու լավ ու տենց ծանր, հեշտ, ամեն տեսակ զգացմունք, որ գալիս է կյանքի մեջ, թեկուզ ամենադառն ու ամենավատը կամ ամենաուրախը, այդ ամենը իմ հետ ուղիղ գիծ ունի սենց ստեղծելուս պահերի մեջ, որովհետև այդ փակությունը կամ այդ ազատվելը կամ այդ հանգիստը կամ այդ սերը, այդ ամեն ինչը կարող է ուղիղ գնա իմ համար, որ ստեղծեմ այդ իմ ուզեցածը։ Ես որ ստեղծում եմ այդ իմ զգացմունքները զգալով, հետո ասենք մի պահ է գալիս, թեկուզ կարող եմ ասեմ, որ ես մի բան սարքելուց եմ, չէ՞։ Այդ դիզայն միանգամից գալիս է մտքից մեջ, ես պետք է մետեղ տես արագ իրան նշեմ ու նշում եմ ու հետո գնում եմ նորմալյան էսկիզ եմ անում, նկարում եմ, հետո արդեն իր գույների մասին, որակը, կտորը, որ ոնց է կարող օգտագործվի կամ ինչ եղանակի համար լինի, 4 եղանակ լինի, թե հատուկ մի եղանակ լինի, ինչ դետալներ մեջ օգտագործվի, ու դրանից հետո որ էսկիզը նկարվում է, ես իմ էսկիզ նկարելուց չեմ ինձ սահմանափակում։ Կարող եմ մի բաներ նկարեմ, որ թեկուզ հնարավոր չլինի կարելը։ Այ դրա համար հետո գնում ենք մյուս փուլին ու դերձակից հետ նստում ենք զրույցի։ Ու ասում եմ, օքեյ, ես ուզում եմ, ասես մի բան լինի, այս ոճերը, այս վիճակը։ Ցավոք սրտի ես մինչև այս օրս Հայաստանում ստեղծել եմ, բայց տենց հայկական դետալներ, որ ուղիղ պարզ հայկականություն ունենա, չեմ օգտագործել, բայց ես հայկական այդ ամեն ինչի մեջ այդ գորգերը շատ եմ սիրում ու իմ համար մի հատ միշտ կա մտածում ես, որ կանեմ մի օր այդ գործը, որ ես կսիրեմ այդ հայկական դաջվածքը, այդ հայկական գորգի կամ այդ որակը կա շորի մի հատ հատվածում ու ես դրանից կարողանամ օգտագործեմ ու ինքը այդ հայկականությունը ավելի ասենց ուղիղ փոխանցի։ Երազանքը, որ խանութասրահ ունենա, կա այդ երազանքը ու պլաների մեջ կա, դա աստված, որ այդ օրը շուտ կա, բայց դե ավելի ես ուզում եմ ինքը international դառնա, ավելի աշխարհահռչակ դառնա, որպես հայկական բրենդ ավելի կարողանամ ուրիշ երկրներում, ուրիշ քաղաքներում, ավելի աչքի գա, ավելի ինքը զարգանա, թեկուզ մտքեր կա, որ բացի կանացի հագուստներ, յունիսեքս շորերը լինեն, որ տղամարդիկ էլ կարողանան օգտագործեն ու եւ շատ ուրիշ հատվածներ ավելանա Քրիստիզին։ Ես sense որ հիմա արդեն մտածում ստեղծել Հայաստանում եմ մտածում, այսինքն նենց որ ուղակի ուղեղս ուրիշ տեղ չի տեսնում։ Բայց ուրիշ միտք, ուրիշ տեղ գնալու նախքան Հայաստան գալ ա եղել, բայց դե այդ միտքը միայն միտք մնաց ու չիրականացավ ու ես եկամ Հայաստան։ Նախքան դա հա դե տենց որ ուզում ես արդեն ոնց որ թե ծնվածդ վայրը թողնես գնաս տարբեր տեսակ նամանավանդ են 10-15 տարեկանում որ շատ տաք տարիներ է, տես ուզում ես քանդես բանանես, բայց դե հենց այն ժամանակ մի հատ տենց էլի զգացմունք։ Իմ մոտ սա տենց զգացմունքներն են տանում ինձ առաջ ու Հայաստան ընտրամ ու հիման էլ ապագան էլ Հայաստանում եմ տեսնում։
Եթե ինձանից հարցնեն Քրիստինե, ամենահետաքրքիր բանը, որ դու արել ես, ինչ է, ես այդ եմ ասելու, որ Հայաստանում հայկական բրենդ եմ ներկայացրել ու հայկական արտադրանք կա այստեղ իմ կողմից գալիս է աշխարհի մեջ։ Ես մի հատ տենցի ոնց որ University կողմից մարդ եմ հայտնվել այստեղ, որ այդ ուժը տվել է ինձ, որպես էդի անեմ։ Ու իսկապես կսիրեմ շատ հայերի, որ Հայաստանից դուրս են, ասեմ, որ գան ու այս համը ինչ որ ստեղծում եք, ինչ որ արտադրում եք, ինչ որ ունեք, Հայաստանում անեք, որովհետև այդ լրիվ ուրիշ աշխարհ է, լրիվ ուրիշ կյանք է տալիս մարդու ու sense մի հատ փափուկ հանգիստ զգացմունք է։ Առաջարկում եմ, որ դա զգաք։